Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, ծայրահեղլարված, էմոցիոնալ, հոգեբանական ծանրագույն շերտերով եւ պարզապես ճակատագրական զարգացումներով լի կանխատեսող վերլուծական թողարկումը։ Իրադարձություններն այնպիսի դաժան ու անկանխատեսելի ընթացք են ստացել, որ կերպարների կյանքը բառից բուն իմաստով վերածվել է իսկական մարտադաշտի, որտեղ ամեն մեկը պայքարում է իր փրկության, վրեժի կամ էլ կեղտոտ նպատակների համար։ Դե ինչ, հարմար տեղավորվեք, որովհետև մենք սկսում ենք մանրամասն քննարկել սերիալի ամենաթեժ եւ շոկային դրվագները, պես նաեւ առաջ քաշել մի բացառիկ վարկած, որն անպայման ձեզնից կպահանջի մոտ 5 րոպեի լիակատար խորասուզում այս խճճված պատմության մեջ։ Մինչ Սեդան գտնվում է Էլենի վարձած առևանգողների ճանկերում եւ ենթարկվում է հոգեբանական ծանրագույն խոշտանգումների այն նույն վայրում, որտեղ խորտակվեց նրա կյանքը, դրսում իրական փոթորիկ է հասունանում։ Հարութը, ով արդեն վերջնականապես համոզվել է Գոռի դավաճանության մեջ եւ տեսել է Մանեի իրական զզվելի դեմքը, չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել։ Նա անպայման սկսելու է փնտրել Սեդային, հասկանալով, որ աղջկա անհետացումն ուղիղ կապ ունի նրա հիշողության վերականգնման եւ Գոռի փախուստի հետ։ Հարութի վերլուծական միտքը նրան անխուսափելիորեն տանելու է դեպի գլխավոր մեղավորները։ Շատ մեծ է հավանականությունը, որ նա կսկսի հետևել Էլենին կամ կփորձի ինֆորմացիա կորզել հենց Նոնայից, ով վերջապես խոստովանել է իր մեղքը։ Սեդայի փրկության օպերացիան դառնալու է առաջիկա սերիաների գլխավոր ինտրիգներից մեկը, եւ հենց Հարութն է այս միակ լույսի շողը, որը կարող է աղջկան հանել այդ դժոխքից։ Մյուս ճակատում ընտանեկան իսկական աղետ է տիրում։ Մինասը, կուրանալով Մանեի կեղծ անմեղությունից, վերջնականապես ոչնչացրեց իր ընտանիքը, վռնդելով Սյուզիին փողոց եւ խլելով երեխային։ Բայց արդյոք Սյուզին այն կինն է, ով հեշտությամբ կհանձնվի եւ լուռ կհեռանա։ Իհարկե, ոչ։ Հայտնվելով անելանելի վիճակում, Սյուզին վերածվելու է ամենավտանգավոր թշնամու։ Նա գիտի Մինասի բոլոր թույլ կողմերը եւ ամենակարևորը, նա ունի Արմանի պես մութ անցյալի կապեր։ Սյուզին ամենայն հավանականությամբ կմիավորի իր ուժերը հենց Նվերի հետ, ով նույնպես ատում է Մանեին ու Մինասին։ Պատկերացրեք այս կործանարար դաշինքը՝ Նվերն ու Սյուզին ընդդեմ Մինասի եւ Մանեի։ Նվերը, ով իր աչքով տեսավ Մանեի եւ Մինասի կրկախառնությունը, այլևս չի խնայելու ոչ մեկին։ Նա խաղալու է Էլենի զգացմունքների հետ, օգտագործելով նրան որպես գործիք, բայց նրա գլխավոր թիրախը դառնալու է Մինասի կայսրության եւ Մանեի կյանքի ոչնչացումը։ Իսկ հիմա, սիրելի հետևորդներ, անցնենք մեր այսօրվա վերլուծության ամենասպասված, ամենաինտրիգային եւ իսկապես շոկային հատվածին։ Ուշադիր վերլուծելով նախորդ սերիաների բոլոր նուրբ դետալները, կերպարների վարքագիծն ու ֆիզիկական տվյալները, մենք առաջ ենք քաշում մի բացառիկ վարկած, որը գլխի վայր կշրջի ողջ սերիալի ընթացքը։ Կան շատ լուրջ նախադրյալներ ենթադրելու, որ գլխավոր հերոսուհիներից մեկը Սեդան հղի է։ Եկեք դիտարկենք այս կանխատեսումը, քանի որ դրանցից յուրաքանչյուրը հավասարազոր է ատոմային ռումբի պայթյունի։ Հիշում եք այն դրվագը, երբ Հարութի մեքենայում Սեդայի ինքնազգացողությունը կտրուկ եւ անբացատրելի կերպով վատացավ եւ նա ուշագնաց եղավ։ Սկզբում բոլորս դա վերագրեցինք սթրեսին եւ ծանր հիշողություններին։ Բայց ինչ եթե դա հղիության առաջին նշանն էր։ Եթե Սեդան իրոք հղի է, ապա սա ողբերգության ամենադաժան գագաթնակետն է։ Նա ստիպված կլինի բախվել այն սարսափելի իրականության հետ, որ կրում է իրեն բռնաբարող հրեշների կամ հենց գլխավոր կազմակերպիչների արարքի հետևանքը։ Սա հոգեբանական այնպիսի ճնշում կլինի Սեդայի համար, որը կարող է կամ վերջնականապես կոտրել նրան, կամ էլ տալ անմարդկային ուժ, մինչև վերջ գնալու եւ արդարությունը վերականգնելու համար։ Իսկ պատկերացնում եք Հարութի արձագանքը այս լուրին։
Նա, ով սիրում է Սեդային, կկանգնի իր կյանքի ամենաբարդ երկընտրանքի առջև։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հեռուստադիտողներ, ըստ ձեզ, արդյոք Հարութը կընդունի Սեդային հղի կարգավիճակում։ Անպայման գրեք ձեր վերլուծություններն ու կանխատեսումները մեկնաբանություններում։ Ես մեծ սիրով կկարդամ եւ կքննարկեմ ձեզ հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութն ու բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միշտ առաջինը տեղեկանաք ամենաթեժ զարգացումներին։ Կհանդիպենք շուտով։